Մեզ ինչպիսի ղեկավար է պետք։ Ըստ ձեզ վարչապետի թեկնածուներից ով կարող է լինել այդ ուժեղ ղեկավարը։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարծում եմ, որ առաջին հերթին մեր ղեկավարը պետք է լինի ժողովրդի մասին մտածող, ժողովրդի հոգսերով ապրող, խաղաղությունը անպայման երկրի մեր Հայաստանի խաղաղությունը երաշխավորող, ինչպես նաև սահմանները անխափան լինեն, կարծում եմ, ես իմ կարծիքն է հիմա, ես ինքս ձայնը կտամ Սամվել Կարապետյանի կուսակցությանը, ասեմ ինչու, որովհետև ես այն տարիքում եմ, որ գիտեմ, թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը Հայաստանի համար։ Ես կարող եմ երաշխավորել իրեն, իր կուսակցությանը, իմանալով իր կատարած գործողությունները թե Հայաստանի, թե Արցախի համար։ Ուժեղ, հոգատար, դեպի ժողովուրդ, ժողովրդական, որ մարդը զգա ունի ղեկավար։ Այս 8 կլոր տարի է, բացի հողատվությունից, բացի ոնց ինչ կարելի է դրան անվանել չգիտեմ, ուրիշ բան չկա, իրա մոտ լավ բան չկա, չել եղել, չել լելու։ Մեր հայությունը ես իրաց վրա ապշում եմ, ուղղակի ապշում եմ։ Այնպես ափաշկերա տենում ես, որ այդ մարդը լրիվ թուրք ա մեր դա։ Ինչ եք անում էլ։ Ոնց կարելի է դրան վաղ ուծել պետք, որ ես դեպուտատ լինեի, ամենայն ազնվության Լևոնից կսկսեի, Լևոնից կնկահորից, ու կասնեի մինչև տեղ, մեզ իսկական հայ ա պետք, հայ 3 տարանի, այ ես ասեմ, Սամվել Կարապետյանը իմ դուրը շատ ագալի խի, որովհետև ինքը բարերար մարդ ա, շատ բաներ արել հայության համար, մեծամասը Հայաստանի համար, որովհետև ինքն էլ հələ այդ մարդը ստեղ չէր ապրել, որ ստեղ ապրել, ավելին կաներ։ Առաջնայինը ուժեղ ղեկավար, որպեսզի կարողանա մեր երկիրը ճիշտ ղեկավարի ու մեծ ազդեցություն թողա ժողովրդի վրա ու ժողովրդի կողմից հարգանք ու սեր վայելի, որը ներկայիս իշխանության կողմից բացակայում է։ Սամվել Կարապետյանը միանշանակ։ Ինքը կարելի է այսպես ասած, որ ինքը եթե մեկ պինջակով, ժողովրդական լեզվով ասած, եթե կարողացել է հասնի Ռուսաստան ու մեծ տնտեսություններ ստեղծի, ուրեմն կարելի է պատկերացնել, որ ինքը ինչեր կանի Հայաստանի համար, արդեն իսկ այդ տնտեսությունը ստեղծած ու կառավարման փորձ ունեցող մարդ։ Ուժեղ, նորմալ, բարի, իր մասին չմտածի, ժողովրդի մասին մտածի, երկրի մասին մտածի։ Կուզեմ, որ մեզ լինի Հայաստանի մասին մտածող, գյուղերի մասին մտածող, ոչ թե մենակ իրանց աթոռների մասին մտածեն, իրանք դղյակների մասին, այլ գյուղացու մասին, որտեղ քաղաքապահողը գյուղացին է։ Ամեն ինչ է պետք է, համ ուժեղ, համ հոգատար, համ խելոք, համ ժողովրդի մասին մտածող։ Խելացի, ժողովրդի մասին մտածող, ժողովրդի դարդուցավը հետը կիսող։ Այդ ձևի ղեկավար է մեզ պետք։ Հզոր ղեկավար է պետք։ Ըստ ինձ այդ ուժեղ ղեկավարը, այդ բոլոր պարագաները, որ ասեցիք, այդ ամեն ինչով պետք է ուշված լինի այդ ղեկավարը։ Ես այսօրվա, ասենք, ղեկավարության մեջ որոշ պակաս բաներ տենում եմ այդ ձեր քվեարկածներից, դրա համար այսօր համաձայն չեմ։ Իսկ ում եք տեսնում վարչապետ թեկնածու իրների միջից այդ ուժեղ ղեկավարը։ Եթե անցնենք այ պատմությունը ինչ ճանապարհով է եկել ուրա գնում, ինչ անում ենք, իրանք չունենք հիմա ռուսներից դերես թեքելու եւ նորից ադրբեջանցիների հետ ստե ապրել։ Այդքանը հստակ հասկանում եմ։ Դե գիտեք ինչ, մեզ պետք է նես ղեկավարնի, որ ամեն ինչի հոգսը կարելի ասած վերցնի իր վրա։ Համ գյուղացու համար հոգսը թեթևացնի, համ ժողովրդի համար, համ քաղաքացու համար, լրիվ համար։ Ղեկավարը բարի հոգի, կատարողական լինի, որ լրիվի հարցերն էլ լավ լուծեն։